Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, ուրախ եմ կրկին հանդիպելու համար։ Այսօր միասին կպատրաստենք շատ համեղ և մատչելի թխվածք սնիկերս։ Այս անգամ ես պատրաստել եմ ընկույզով։ Իրական բաղադրատոմսը ֆիստաշկայով է։ Դուք կարող եք օգտագործել և ֆիստաշկա և ընկույզ։ Նշեմ, որ ամեն դեպքում էլ շատ համեղ է ստացվելու և սովորական սնիկերսից ոչնչով չի տարբերվում։ Սա իմ բաղադրատոմսն է։ Սրանով ես պատրաստում եմ արդեն մի քանի տարի։ Պատրաստվում է ընդամենը 1 ժամում և օր-օրի էլ ավելի համեղ է դառնում։ Նախ եւ առաջ կկոտրենք 4 ձուն, կառանձնացնենք սպիտակուցը բեզեից, սպիտակուցը դեղնուցից, կներեք։ Դեղնուցով կպատրաստենք խմոր, իսկ սպիտակուցով կպատրաստենք բեզե, որը իրար հետ կեփենք եւ կստանանք 2 շերտ՝ խմորե եւ բեզեի շերտ։ Դեղնուցի վրա կավելացնենք 1 բաժակ շաքարավազ, մի քանի րոպե կհարենք։ Այնուհետև կավելացնենք 1 լիքը բաժակ կամ 300 միլիգրամ մածուն կամ թթվասեր, կավելացնենք 1 թեյի գդալ սոդա և կլցնենք ձվի զանգվածի վրա։ Մածունը վերցնում ենք մի փոքր մեծ բաժակով։ Լավ կհարենք մինչև դառնա միասեռ զանգված։ Կավելացնենք 30 գրամ կարագ, կհարենք, որից հետո կավելացնենք կակաո, վանիլինը և ալյուրը։ 2 ճաշի գդալ կակաո պետք է օգտագործենք։ Կօգտագործենք 1 բաժակ և մի փոքր ավել ալյուր։ Կարևորը որ ստանանք կրեմանման, ոչ շատ պինդ, ոչ շատ ջրիկ զանգված։ Նորից կրկնեմ, որ ալյուրի քանակությունը կախված է ձեր բաղադրիչների խտությունից։ Միգուցե ձեր մածունը կամ թթվասերը մի փոքր ավել էր, կամ ձվի դեղնուցները մի փոքր շատ էին։ Այդ իսկ պատճառով մոտավորապես պլյուս մինուս 1 բաժակ։
Խմորը կդնենք մի կողմ և կպատրաստենք բեզեն։ 4 ձվի սպիտակուցը սառնարանից կհանենք, ավելացնենք մի պտխունց աղ, լավ կհարենք մինչև փրփրի։ Այնքան ենք հարում, մինչև դառնա շատ պինդ զանգված։ Լավ հարելուց և փրփրելուց հետո կավելացնենք 1 բաժակ շաքարավազ, ավելացնելու ենք քիչ-քիչ։ Շաքարավազը մոտավորապես 255-250 գրամ է։ Կավելացնենք 1 թեյ գթալ կամ կես թեյ գթալ վանիլին, կհարենք ևս 1 անգամ և կավելացնենք 1 լիքը բաժակ կտրատած ընկույզ։ Կխառնենք և կբաժանենք երկու մասի։ Պատրաստի խմորը կլցնենք թավայի մեջ, միանգամից կավելացնենք բեզեի կեսը, կտարածենք և կթխենք տաքացված ջեռոցում 200 աստիճան ջերմության ներքո մոտավորապես 30-ից 40 րոպե։ Սկզբից կարող եք միացնել ներքևը, արդեն դա կախված է ձեր ջեռոցից։ Հետո կարող եք միացնել երկուսը միասին, որպեսզի բեզեն նույնպես եփվի։ Ահա ինչ գեղեցիկ տեսք է ստանում։ Կրեմի համար կվերցնենք 250 գրամ մարգարին կամ կարագ, ես այս դեպքում օգտագործել եմ մարգարին։ Կհարենք այնքան մինչև փրփրի։ Եվ քիչ-քիչ գթալ կավելացնենք 1 բանգա խտացրած եփած խտացրած կաթ, որից հետո էլ կավելացնենք 1 ճաշի գթալ կոնյակ ըստ ցանկության։
Կրեմը արդեն պատրաստ է։ Մոտավորապես մի 10 գրամ ընկույզ էլ կմանրացնենք, որպեսզի լցնենք կրեմի վրա, շերտերի մեջտեղում։ Կսկսենք արդեն հավաքել թխվածքը։ Կքսենք կրեմ, շաղ կտանք մի փոքր ընկույզ և կդնենք հաջորդ շերտը։ Կքսենք նորից մնացած կրեմը և արդեն կզարդարենք ըստ ցանկության։ Այս դեպքում ես պատրաստել եմ գլազուր և սովորական ընկույզ, մի փոքր ընկույզ կտրատել եմ և շաղ եմ տվել վրան։ Կարող եք զարդարել խտացրած կաթով կամ ընդհանուր կարող եք գլազուր անել, կամ կարող եք ընկույզ լրիվ շաղ տալ վրան, ըստ ձեր ցանկության։ Գլազուրի համար վերցրել եմ 1 ճաշի գթալ կակաո, որը պարտադիր պետք է մաղել, 2 ճաշի գթալ շաքարավազ, 3 ճաշի գթալ ջուր, թեթև ճաշի գթալ ջուր։ Դնում ենք գազօջախին և եփում ենք այնքան, մինչև բլթա։ Հուսամ ձեզ դուր կգա, անպայման պատրաստեք և ձեր կարծիքը գրեք մեկնաբանության դաշտում։ Ամանորին ընդառաջ այս հիանալի թխվածքը ձեզ լավ միտք կտա։ Կարող եք պատրաստել նաև ամանորյա սեղանի համար։ Շնորհակալություն իմ ալիքին հետևելու համար, մնացեք խաղաղությամբ, մինչ նոր հանդիպում։